Պարոն Հարությունյան, ընդհանուր առմամբ ինչ սպասելիքներ այս դատական նիստից եւ որքան տեղյակ եմ չկա, չէ, ուղիղ ցուցմունք այս գործով Արշակ Սրբազանի դեմ։ Նախ առաջինը ինչ սպասելիք, ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, որովհետեւ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կարելի ասել արդեն ամեն ինչ նախորդ երբեմն շատ հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ եթե այստեղ եմ, ուրեմն հույս ունեմ, որովհետև գիտեմ, որ ի սկզբանե անհիմն էր կալանքը բավարարելը եւ հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի Սրբազանի խաղաղման միջոցի պարագայում։ Հասկանալի է ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական համակարգում ճնշումները, դատավորների նկատմամբ, ԲԴԽ համակարգի կողմից, բայց ինչևէ հույս ունեմ։ Պարոն Հարությունյան, տեղեկությունը, որ այսպես ասած այս գործով իրեղեն ապացույցը անհայտացել է, ինչ կարող եք այդ մասին ասել եւ արդյոք դա կարող է ընդհանուր դատական գործընթացի վրա ազդել, այսինքն փաստաբանների մարտավարության։ Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել։ Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ-որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Պարոն Հարությունյան, ըստ էության լավատեսական է, ձեր մոտեցումը ապահովամիջոցի հետ կապված նույնիսկ այն դեպքում, որ այս միջնորդությունը քննելու Պարփոյանը իդեպ երեք փաստաբանը 3 օր առաջ գրել է, որ մյուս դատավորը Մասիս Մոկունյանը Հայաստանի չէ, դրա համար այս դատավորն է։ Ներողություն, ես չասացի, որ լավատեսական։ Ես ասացի հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներին տեղակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզվում, մնացածը ժամանակը ցույց կտա, լավն էր ձեր մեջբերումը այդ երկու դատավորների հետ կապված, ցավոք երբեմն արդեն զավեշտի է վերածվում այն մակագրությունները, ինչ որ տեղի է ունենում, երեք Ռուբեն Ներմելիքյան շատ հետաքրքիր հիմնավորումով ներկայացրել այդ մաթեմատիկական հաշվարկը, բայց որ իրականում տրամաբանությունից դուրս է, որովհետև այդպիսի զուգադիպություն չի կարող լինել, որ 4 կառնավայրում գտնվող սրբազաններից 3-ի գործը մի դատավորի մոտ գտնվի, ինչևէ, տեսնենք ինչ կլինի։ Արշակ Սրբազանին վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես մի շատ լավ էր, այս ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ Սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով, որովհետև այդ անազատության մեջ գտնվող սրբազանները պարզ է, որ իրենց դիրքով, իրենց հեղինակությամբ, իրենց ժողովրդի մոտ վայելած հեղինակությամբ առաջի հերթին կարողանային կանխել այս արշավը եւ դրա համար իրենք անազատության մեջ են։ Պարոն Հարությունյան, այդ արշավի շրջանակներում տեղավորվում նաև մի քանի սրբազանների կանչել ինչական կոմիտե եւ այն էլ մեղադրյալի կարգավիճակում։ Ի նկատի ունեք այն 3 որ մեղադրան, միանշանակ դրա շրջանակներում մենք նախորդ կանխատեսում էինք, որ դա տեղի ունենալու, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի եւ Էհափարի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից, որպեսզի այն ժողովը, որ տեղի ունենալու չլինի, դա սպասելի էր, կանխատեսելի էր։ Գիտեք, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, ի կատարածվի, բայց ես դեռևս տարի կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա
եկեղեցում, որը անցել է մողոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։ Ես եմ շտապ։